Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում սպասված հանդիպումն է, իսկ իմ սպասված հյուրը վերականգնող էներգետիկայի ոլորտի փորձագետ, Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն է։ Բարև ձեզ, պարոն Շեկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Շեկյան, բնականաբար այսօր խոսելու ենք վերականգնող էներգետիկայի մասին, հենց սկսենք զրույցի կետից, թե ինչպես դուք հիմնեցիք Շտիգեն ընկերությունը, որոնք էին դրդապատճառները, ձեր մուտքը ոլորտ, ինչով էր պայմանավորված։ Դա արդեն շատ վաղուց է եղել, 14 չէ, նույնիսկ 16 տարի առաջ ես տեսնելով այդտեղ հնարավորություն, սկսեցի ուսումնասիրել հեռանկարները, տեխնոլոգիաները, պահանջարկը հնարավոր։ Այդ ժամանակ էլեկտրաէներգիան եւ գազը Հայաստանում սկսեցին թանկանալ, տարեստարի թանկանում էր եւ հասկանալի էր միտումը։ Մյուս կողմից տեխնոլոգիաները սկսեցին ավելի մատչելի դառնալ, շատ արագ զարգանալ եւ դա էլ էր տեսանելի։ Եվ քանի որ հայրս էներգետիկայի ոլորտի ինժեներ է, ես տարիներ շարունակ իր հետ տարբեր թեմաներ քննարկել եմ, իմ գիտական եւ կրթական կյանքի որոշակի մասը նվիրել եմ նրան, իմ համար դա տեսանելի էր որպես հեռանկար, ու նաեւ հասկանում եմ, որ Հայաստանի համար որպես տնտեսություն դա շատ կարևոր է, որովհետեւ դա կապված է երկրի անկախության, անվտանգության, հեռանկարների, տնտեսական հեռանկարների հետ, այսպես ամեն ինչը մեկ հանգույցի մեջ էր իմ համար եւ ես չէի կարող այդ հնարավորությունը բաց թողել։ Շատ հարցեր կային, ինչքանով է դա ձեռնտու որպես բիզնես, որովհետեւ շատ ավելի արագ գումար վաստակելու, բիզնես անելու միջոցներ կան, շատ ավելի հետաքրքիր, այսպես ասած, շահի տեսանկյունից հնարավորություններ կան, բայց ես ընտրեցի իմ համար նա, որ հեռանկարը երկրի համար, ազգաբնակչության համար եւ այսպես ասած բոլոր պլյուսները մեկտեղում է։ Այդպես որոշվեց, ես թողեցի իմ այլ վարձու աշխատողի կարգավիճակը եւ սկսեցի հիմնել 2011 թվականին Շտիգեն ընկերությունը։ Ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Առաջի տարիներին մենք շատ բարդ աշխատանքով էինք զբաղված համոզելու մարդկանց, թե այդ ապակու կտորները, որոնք որ դուք դնում եք ձեր կտորի վրա, ինչու պետք է ջուրը տաքացնեն եւ կտաքացնեն թե ոչ, մարդիկ մեզ Եհովայի վկաների տեղ էին դնում կամ այլ ինչ-որ աղանդավորների տեղ, որովհետեւ չէին հասկանում ինչի մասն է խոսքը, չէին հավատում, որովհետեւ շատ տարատեսակ հապեբաների կողմից տուժել էին արդեն, սակայն մենք միայնակ չէինք, կային ոլորտի այլ էնտուզիաստ բիզնեսմեններ, մի քանի ընկերություններ, որոնք այդ տարիներին ակտիվ սկսեցին աշխատել, ինչ որ պահից պետությունը այդ հեռանկարը տեսավ եւ սկսեց քաղաքականություն իրագործել, աջակցման տարատեսակ ծրագրեր, բանկերը ընկալեցին, մենք բանկերում, գրեթե բոլոր բանկերում Հայաստանի տարատեսակ սեմինարներ ենք անցկացրել, ծանոթական, թե ինչ հեռանկար է դա, ինչ պոտենցիալ է եւ այլն, բոլոր ձևավորվեց եւ կամաց բավական հետաքրքիր, ես այսօրվա առումով կասեմ դոմինանտ երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից կարևորագույն դերակատարում ունեցող, օրեր առաջ դուք լսեցիք երևի վարչապետն ասեց, որ երկու ատոմակայանի հզորության չափ մենք հզորություն ենք արևային ներդրել, դա իհարկե փոխաբերական իմաստով է, որտեղ արևայինը եւ ատոմայինը համատելու չէ, բայց դա առնվազն այդքան խնայողություն մեր բնակչությանը, մեր բիզնեսին բերում է եւ տնտեսության համար այդպիսի զարգացման արդեն ռեալ պոտենցիալը կա։ Այ ասացիք, որ արդեն 16 տարի է զբաղվում եք ոլորտի մեջ եք դուք, որպես փորձագետ հանդես եք գալիս տարբեր ֆորումներում։ Այսօր մասնակցում եք Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին եւ երևի տեղյակ եք մի ընթացք առաջ մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություններ տարածել արևային էներգետիկական արևային էներգիա արտադրելու նախագծի մշակման մրցույթ է հրավիրված։ Արդյոք դուք մասնակցել եք այդ մրցույթին եւ ինչպես եք տեսնում առհասարակ այն երևույթը, որ նման հանքարդյունաբերական ընկերությունները եւս միտված են, տենդենս ունեն դեպի արևային էներգիա գնալու։ Արդյոք դա իրատեսական է։ Եթե մենք այս հարցը լսեինք, օրինակ, սրանից 6-7 տարի առաջ, իրար հետ քննարկեինք, ես միանշանակ կարող եմ ասել, այդ ժամանակ հանքարդյունաբերության ոլորտը ինքը իր մեջ չէր տեսնում հնարավորություններ վերականգնող էներգետիկայի մեջ ինչ օգուտներ կարող են ունենալ այդ դրա շնորհիվ, սակայն այսօր գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել եւ արդեն հստակ այդ էներգետիկ անցում եզրույթը փոխկապակցված է հանքարդյունաբերության, մետաղական հանքարդյունաբերության հետ, որովհետև ի վերջո այն կրիտիկական կարևոր մետաղները, որոնք օգտագործվում են էներգետիկ անցման մեջ, հենց մետաղական հանքարդյունաբերությունն է ապահովում եւ հակառակը հանքարդյունաբերության կողմից ստեղծված տարատեսակ ռիսկեր ի վիճակի են զսպվել վերականգնող էներգետիկայի շնորհիվ, այսինքն
ինքը հանքարդյունաբերությունն է դառնում կանաչ, պատասխանատու եւ վերականգնվող էներգետիկայի վրա հիմնված, այսինքն դա sense երկուստեք փոխադարձ շարժում է։ ԶՊՄԿ-ն այդ առումով տարբերվում է, որովհետեւ այդ ընկալումը ԶՊՄԿ-ի ղեկավարության մոտ հայկական մասի հետ եմ ես շփվել տարիներ շարունակ եւ շատ ուրախ եմ եղել տեսնել դեռևս 5-6 տարի առաջ նման հեռանկարի ընկալում եւ մեզ զանգել են, ասել են այսպես մենք արևային խոշոր կայան ենք ուզում տեղադրել, դա մեր համար շատ կարեւոր է, հեռանկարային է եւ այլն, օրինաչափ է, որ այսօր ԶՊՄԿ-ն նման կայանի եւ այլ ծրագրերի իրականացման մեջ հետաքրություն է տեսնում եւ այսօրվա մեր համաժողովում ըստ էության վերականգնող էներգետիկան դա մեկ առանձին մոդուլով կանգնած է, այսինքն դա հենց կարևորվում է։ Շատ կարևոր է, որ տեղից ըստ էության ծիլեր ծագելու նաև Հայաստանի այլ մետաղական հանքերի սեփականատերերի, ներդրողների, կառավարիչների մոտ, ըստ էության դա ես վստահ եմ 2-3 տարի հետո համատարած է լինելու Հայաստանի հանքարդյունաբերությունը մենք չենք կարողանալու պատկերացնել առանց վերականգնող էներգետիկայի, վստահ եմ դրանում։ Այս առումով ոլորտի մասին խոսենք նաև հետևյալ թեմայով, ինչպիսին է կառավարության քաղաքականությունը, բնականաբար քաղաքականությունը որդեգրվել է եւ որոշակի առումով խթանում կա ոլորտի, արդյոք դա բավարար է, արդյոք դա բավարար է համարում եւ այդ օժանդակությունը հիմնականում ինչու է կայանում, մի փոքր մանրամասնենք հեռուստադիտողի համար այս ոլորտը։ Տեսեք, մոտ 2016 թվականից կառավարությունը բավականին ակտիվ սկսեց խթանել արևային էներգետիկան մասնավորապես, բավականին ամբիցիոզ հավակնոտ ծրագրեր մշակվեցին, սուբսիդավորման ծրագրեր վարկավորման, արտադրական արևային կայանների համար սակագներ ներկայացվեցին, ներդրվեցին եւ բավականին ակտիվ սկսեց զարգանալ ոլորտը։ Ինչ որ մի պահ ես կարող եմ ասել, մենք միգուցե բիզնեսը չկարողացավ կառավարության հետ ճիշտ երկխոսության մեջ մտնել, միգուցե այլ հանգամանքներ, գլոբալ ցնցումներ խանգարեցին մեզ զարգացնել քաղաքականությունը ավելի հեռուն գնալով, բայց մենք ինչ որ մի պահ կորցրեցինք այդ կապը եւ դինամիկ զարգացման մեջ այնպես ստացվեց, որ մենք շարունակեցինք անել այն ամենը, ինչ որ արդեն սովորել էինք, սակայն նոր բաները մենք չարեցինք։ Մասնավորապես մենք բաց թողեցինք ցանցերի հեցի հետ կապված այդ կայունության խնդիրը, հոսանքի մատակարարման կայունության խնդիրը։ Ես խոսում եմ մենք ասելով, ես նկատում եմ բիզնեսը եւ կառավարությունը, այստեղ մեկ սուբյեկտի հարց չէ։ Առաջացավ ինչ որտեղ հակադրում, որը բերեց գործված հնարավորությունների։ Բացի դա մենք չկարողացանք օգտագործել կուտակային կայանների տեխնոլոգիան, որը էժանացել էր եւ ժամանակին ներդնել դա 2-3 տարի առաջ դա պետք էր անեինք, որպեսզի այսօր մենք այդ մարտահրավերները չունենայինք եւ շարունակեինք կայուն զարգացումը։ Բացի դա մեկ այլ ուղղություն, որը էլի տարիներ շարունակ ըստ էության տարբեր պատճառներով լուծվեց այդ խնդիրները, դա միջհամակարգային կապերն են դեպի Իրան եւ դեպի Վրաստան, այդ ծրագրերը չիրականացվեցին եւ մենք կղզիացած մնացինք եւ պատկերացեք մեր փոքր էներգետիկ համակարգում մենք այնքան շատ արևային կայաններ կառուցեցինք, որ այսօրվա ցերեկվա ժամերին, մանավանդ շաբաթ կիրակի օրերին մենք չենք կարողանում այդ էներգիան օգտագործել եւ համակարգի կայունության խնդիր է առաջանում։ Արդեն ռիսկերի տեսանկյունից կառավարությունը ստիպված է զսպել այդ զարգացումը։ Մենք իհարկե ոլորտի խաղացողներով հասկանում ենք դա, սակայն արդյունքը եւ հետևանքը, որ առաջանում է, դա գիտեք ինչպիսին է դա պատկերացեք իրավիճակ, որ ձեր երեխան մեծանում է, աճում է եւ դուք այս պահին վիճակի չեք իրեն ապահովել դասագրքերով կամ շորերով կամ այլ ինչ-որ բաներով, ասում եք բալես սպասի մի տարի հետո դա կանեմ, դուք զսպում եք այդ զարգացումը, որտեղ տնտեսության մեջ, բիզնեսի մեջ այդ զարգացումը զսպելը նշանակում է հետընթաց։ Իսկ երեխան կարող է ոչ թե պարզապես սпасել, այլ ինքը կարող է դեգրադացվել, որովհետև այդ դեռահաս վիճակից ինքը արդեն անցնելու է մեծացած եւ անգործ գործազուրկ վիճակին եւ դու արդեն պետք է ոչ թե բիզնեսի զարգացման ծրագրեր իրականացնես, այլ սոցիալական աջակցության ծրագրեր։ Տարբերություն երևի ընկալում եք։ Մի պարագայում դու կարող ես շահույթ ունենալ տնտեսությունը զարգացնել, մրցունակ լինել, մյուս պարագայում դու պետք է ծախսեր անես սոցիալական դաշտում։ Այդ դա է մեր այսօրվա իրավիճակը։ Երեխայի պարագայում մոտիվացիան կոտրում ես, ինչ ես պարագայում պրոյեկտվում է բիզնեսի վրա։ Եվ հաջորդ հարցս պետք է վերաբերեր հենց այս առաջացած խնդիրների հետ կապված օպտիմալ լուծումները, տեսնում եք։
ցերեկվա ժամերին իհարկե շատ էներգիա է արտադրվում եւ հեծը արդեն չի կարողանում դա սպառել, որտեղ եք տեսնում։ Գիտեք, մենք տեսնում ենք բիզնեսի դաշտում բնականաբար, մենք ասելով նկատեմ ոլորտի տարբեր խաղացողները, որտեղ վերջին ամիսներին մենք բավականին ակտիվ երկխոսել ենք եւ նույնիսկ վերականգնող էներգետիկայի ասոցիացիայի ստեղծման ինչ որ օրակարգ կա այսօր տարբեր նախաձեռնություններ, մենք բնականաբար շատ ուրախ ենք, որ այդ նախաձեռնությունները կան եւ ուրախ կլինենք, որ ակտիվ աշխատեն։ Ոլորտի խաղացողները տեսնում են տարբեր հնարավորություններ։ Մենք չենք տեսնում իհարկե համակարգը ամբողջությամբ, որտեղ պետության տեղում չենք, մենք չենք տեսնում թվերը, մենք չենք տեսնում հաշվեկշիռները եւ այլ, բայց ակնհայտ միջազգային փորձից գործիքակազմ մենք տեսնում ենք, այդ գործիքակազմի օրինակ տարերից մեկն է, ինչպես նշեցի, ակտիվ, ագրեսիվ խթանել կուտակային կայանների ներդրումը։ Եթե խոշոր կուտակային կայանների պարագայում դա պահանջում է լուրջ աշխատանք, չափումներ, չգիտեմ, մոդելավորում եւ այլ, ապա մանր կուտակային կայանների դեպքում տանը, բիզնեսում, այդտեղ շատ մտածելու բան չկա։ Դու պետք է այսօր իրականում 3 սկսեիր իր խթանումը։ Այն սուբսիդիարման ծրագրերը, որոնք որ իրականացում են արևային կայանների պարագայում, դրանց կիրառումը կուտակային կայանների պարագայում այսօր օր առաջ ի վիճակի է մեղմել այդ կայունության խնդիրը։ 1. Երկրորդը էլեկտրիֆիկացիան։ Եթե դուք ձեր բնակարանը, ձեր բիզնեսը, ձեր օֆիսը ջեռուցում եք հայտնի, այսպես ասած, բաքսի եզրույթն օգտագործեմ, գազի կաթսայով, ջերմային պոմպերը ի վիճակի են շատ ավելի արդյունավետ ձևով ծախսելով էլեկտրաէներգիա, որը արտադրում ենք մենք մեր արևային կայաններով, ջեռուցել մեր տարածքները եւ հովացնել ավելի կարեւոր եզրույթ է այստեղ, ինչու, որովհետեւ ամառվա շրջանում, երբ որ մենք ունենք ավելցուկային արևային էներգիա, մենք կարող ենք օգտագործել այդ արևային էներգիան ցերեկային ժամերին հովացնելով մեր օֆիսները, մեր տարածքները եւ այլ։ Իսկ այսօր մենք սովոր ենք ավելի կոմֆորտային կյանքի, քան 90-ականներին։ Այսօր մենք ավելի շատ էներգիա ենք ծախսում հովացման վրա, քան այն ժամանակ։ Ես կարող եմ դա արդեն որպես փորձագետ նշել։ Այո, արդեն իրականում մեր սպառումը այդ տեսանկյունից ադապտացվել է եւ փոխվել է։ Երրորդ գործիքը սակագնային քաղաքականություն։ Սակագնային քաղաքականությունը դա ոչ ծախսատար մեթոդ է, որպեսզի դու կարողանաս սպառողների վարքագիծը հարմարեցնել, համապատասխանեցնել քո արտադրության կորին եւ այսինքն երբ որ դու ես ավելցուկ, դու կարող ես էժանացնելով քո ավելի էժան սակագին տեղադրելով այդ եղած էներգիան, ավելցուկային էներգիան օգտագործել տնտեսական արժեք արտադրելու համար։ Մի քանի գործիքներ ես թվարկեցի, ելի բնականաբար այլ գործիքներ էլ կան, բայց դրանք գոնե մակերևույթի վրա են, եթե մենք ինտենսիվ աշխատենք եւ ունենանք մասնագիտական կարողություն, իսկ ցավոք սրտի այսօր մենք չունենք, մեր կարողությունները էներգետիկայի կառավարման, կարգավորման դաշտում խիստ սահմանափակ են, եթե այդտեղ մենք մեր կարողությունները մեծացնենք եւ թիրախային ծրագրեր իրականացնենք, ես վստահ եմ մենք կունենանք շատ ավելի լավ իրավիճակ։ Իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ դա աշխատատեղեր են, դա ստեղծված արժեք է, դա ՀՆԱ է, դա հարկեր են, մենք չպետք է այսպես ոնց ասեմ մոտենանք կամայական ձևով դե հիմա դա էլ ոչինչ մի քիչ հետո կանենք էլի չի ներում այդ երեխան։ Ինչպիսին է հասարակության ընկալումը առհասարակ վերականգնող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ։ Դուք այդ նշեցիք, որ սկզբում երբ սկսում եք քչերն էին պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Անցել է 16 եւ ավելի տարիներ եւ ինչպիսին է կա արդյոք ընկալում, որ հիմնավորված է արդեն փորձի վրա եւ դա տարածում է գտնում բնականաբար միջավայրում։ Ոնց եք տեսնում դա։ Ես կարող եմ ասել, որ հասարակությունը մեծամասամբ այլևս տեղեկացված է։ Ինչ է նշանակում վերականգնող էներգետիկա արևային մասնավորապես, հողմային այդքան չէ։ Եվ մեծամասամբ դրական վերաբերմունք կա դեպի այդ երևույթը։ Կա իհարկե բացասական փորձ շատ մարդկանց մոտ, որովհետև տեղադրել են այնպիսի կայաններ, որոնք որ մի քիչ ավելի էժան են նախընտրել, ինչ որ խնդիրներ են ունեցել։ Մի կարևոր գործոն ես պետք է նշեմ այստեղ հեծի գործոնը, ցավոք սրտի բազմաթիվ հաճախորդների մոտ կա բացասական փորձ ցանցերի թույլ թողունակության հետևանքով, որը ամիսներ, տարիներ շարունակ հեծ մատակարարընկերություն կարգավորող հանձնաժողով այդ եռանկյունու մեջ այդ խեղճ մարդիկ այսպես պատտվում են չգտնելով հետո մտածում են որ դա ձեռնտու չի բոլորովին ու հետո արդեն հետևությունները սկսում են անել ամփոփել, ընդհանրացնել էներգետիկ վերականգնող էներգետիկայի ուղղությամբ, սակայն դա ամբողջ աշխարհում տեղի ունեցող երևույթ է ֆիզիկան իր։ Դա նրանում է, որ երբ որ քո տան էլեկտրական կայանքի համակարգի թողունակությունը 10 կիլովատ չկա եւ ենթադրենք 5 կիլովատ է այդ թողունակությունը, բայց քո այսպես ասած տեխնիկական պայմանը, որ դու ստացել ես հեծից 10 կիլովատ է,
ուզած-չուզած, երբ որ դու 10 կիլովատանոց կայանը տեղադրես, խնդիրներ ես ունենալու, որտեղ եթե չունես սպառում քո արևային կայանը արտադրես 10 կիլովատ, ինքը չի կարողանալու արտադրանքը մղել դեպի ցանց, դեպի այն մոտակա տրանսֆորմատորը, բնականաբար ինքը ինչ է անելու, դա պատկերացեք այս ջուրը, այս բաժակի, եթե ես ուզում եմ լցնել այս լամպի վրա, ես պետք է բարձրացնեմ, որ ինքը թափվի վերևից ներքև։ Իսկ արևային կայանն ինչ անել, լարումը բարձրացնելու հասցնի 300 վոլտ, հետո երբ որ կմղի, մեկ էլ լարումը իջնելու, այսինքն հոսանքի տատանումներ է տեղի ունենալու, ես կարճ ֆիզիկան եմ փորձում բացատրեմ։ Այսինքն այդ խնդիրը պատկերացեք մի քանի հազար հաճախորդներ ունեն եւ իրենք չեն հասկանում ինչից է առաջանում։ Շատ կարեւոր է որ բիզնեսը եւ պետությունը հասկանա, պատասխանատվություն վերցնի, ասի, այս հարցը պետք է sense լուծել։ Մենք լուծումներ ունենք, առաջարկում ենք, առաջարկել ենք, վերջի մի քանի ամսվա ընթացքում է որ ընկալված է խնդիրը։ Գրագետ մոտեցում է պետք է երևի ավելի ճիշտ մշակել, որ բնակիչը տեղեկացված լինի, առհասարակ մասնագիտորեն խիստ։ Այո, տեղեկացվածից բացի ի վերջո գրագետ լուծում է անհրաժեշտ։ Այդ լուծումը պետք է տա ինչ որ մեկը։ Այդ ինչ որ մեկը ես չեմ ասում ոչ մենք ասում ենք բիզնեսը պետք է այնտեղ որտեղ որ հնարավոր չի տեղադրել ավելի հզոր կայան կամ ավելի հզոր կայան տեղադրելը խնդիրներ է ստեղծել, չպետք է փորձել ամեն գնով վաճառքի կոմասնել, հա։ Այսինքն ամեն գնով անելը միշտ հետևանքներ ունեն բացասական։ Պետությունը հեծի հետ համատեղ կամ հեծը առանձին իր մասով պետք է ընկալի դրա միջազգային լավագույն փորձը եւ կառավարի։ Պետությունը պետք է այսպես ասած կարգավորի եւ ճիշտ արբիտրի դեր կա բանանի վեր ստանձնի, ոչ թե ասի ես գործիքակազմը չունեմ, դու գնացեք իրար հետ լուծեք։ Բայց այս ամենն ասելով ես խնդիրներից խոսեցի, դա չի նշանակում, որ բացասական է փորձը։ 45000 ինքնավար արտադրող կա, քիչ առաջ նախարարության ներկայացուցիչը նշեց, դա 45000-ը փոքր թիվ չէ, ու մեծ մասը օգտվում են դրանից։ Կան խնդիրները պետք է լուծել։ Եվ պետք է նայել հնարավորություններին։ Ես որպես բիզնես միշտ հնարավորությունների մասին եմ խոսում։ Պետք է նայել հնարավորություններին։ Այդ 45000-ը պետք է 3-4 տարի հետո դառնա 450000։ Այդ դեպքում մենք կարող ենք ասել էներգետիկ անցումը կատարվեց Հայաստանում։ Ձեր տեսլականը այդպեսին 3-4 տարի հետո անգամ 10 Պարոն Շաքյան, մի փոքր էլ խոսենք վերականգնող էներգետիկայի ոլորտի եւ գլոբալ տաքացման մասին։ Բնապահպանական առումով մեր օգուտների, բնությանը քիչ տրվող վնասների մասին, սկսած էլեկտրոմոբիլներից եւ այլն։ Այդտեղ գիտեք կան միֆեր, կա իրականություն, կան գլոբալ խնդիրներ, կան լոկալ խնդիրներ։ Հիմա եթե մենք վերցնենք գլոբալ առումով արևային վահանակների եւ էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության հետ կապված շրջակա միջավայրի ազդեցությունը, կան օբյեկտիվ նաև արգումենտներ, որ այդ պաներների արտադրությունը, վահանակների արտադրությունը ավելի շատ վնաս է տալիս բնությանը, քան իրենցից ստացած օգուտը։ Եթե մենք նայենք լոկալ, ինքը Հայաստանը, որը ներմուծում է այդ վահանակները եւ օգտվում է, բնականաբար օգտվում է եւ դրական էֆեկտ է տալիս շրջակա միջավայրը, որտեղ այդքան պակաս գազ է այրում, այդքան պակաս, այսպես ասած, հանածով առելիքներ եւ այլ եւ այլ։ Եթե խոսենք նույնը մարտկոցների մասին, ասում են, որ դրանց հետագա վերամշակումը ավելի թանկ է, ավելի մեծ ռիսկեր է ստեղծում, սակայն այսօր առկա են տեխնոլոգիաներ, որ թույլ են տալիս մինչև 90% եւ ավել այդ լիթիումը կորզել եւ ուղարկել վերամշակման, իսկ պատկերացրեք, եթե Հայաստանը դրա վերամշակումը հիմնվի, պատկերացրեք լիթիումի հանք է։ Իսկ այդ հանքերի համար այսօր գլոբալ պայքար է գնում, ասենք Չինաստանը վերահսկողություն է հաստատում տարբեր երկրներում այդ հանքերի նկատմամբ, որովհետև կրիտիկական ռեսուրսների օգտագործմամբ ինքը ավելի էժան դրանց նկատմամբ վերահսկողության շնորհիվ ինքը ավելի էժան ինքնարժեք է ստանում այդ էլեկտրական մեքենաների եւ դոմինանտ արտադրող է այսօր աշխարհում դառնում։ Այսինքն մենք տեղ եթե ճիշտ է այսպես ասած համաշխարհային տնտեսական խաղը հասկանանք, մենք կարող ենք օգտվել եւ ոչ թե պարզապես կներեք պղինձ կամ մոլիբդեն արտահանող երկիրներ։ Մենք կարող ենք մեր երկրում կառուցել այնպիսի արժեշղթաներ, որոնք կլինեն մրցունակ, աշխատատեղեր կստեղծեն եւ այլ եւ այլ։ Ինչ վերաբերում է միֆերին, դրանց մասին էլ պետք է խոսել, որովհետեւ իրականում մարդիկ վախենում են դրանց կիրառումից։ Կա միֆ, որ ենթադրենք մարտկոցը թանկ է, իրականում թանկ չէ, այսօր արդեն մատչել է։ Կա միֆ, որ այդ վահանակները երբ որ իրենց շահագործման ժամկետը կավարտվի, իրենք վնասակար են եւ այլ։ Նախ այդ վահանակների շահագործման ժամկետը չի ավարտվում 25-30 տարի հետո, իրենք շարունակելու են աշխատել
Եվ մենք պարզապես այն պահին ենք որոշելու իրենց հանել մեր կտուրներից, երբ որ հասկանանք, որ իրենց մեջի պարունակվող պղինձը, արծաթը եւ այլ նյութերը մեր համար ավելի արժեքավոր են եւ ավելի լավ է մենք իրենց վերամշակենք եւ այլ նյութ, այլ պրոդուկտ արտադրենք։ Այդ տենց է տեղ ունենալու, դա է իմ կանխատեսումը եւ նույնը վերաբերում է մարտկոցներին։ Եթե մենք գրագի այդ համաշխարհային բոլոր միտումները, բոլոր գիտության բոլոր ձեռքբերումները հաշվի առնենք, բիզնեսի բոլոր հնարավորությունները հաշվի առնենք, մենք մի արժեք օգտվելու ենք այդ եւ նյութերից եւ այն բարիկներից, որ վերականգնող էներգետիկան տրամադրում է։ Իսկ աշխարհը, եթե նայենք Եվրոպան կամ Չինաստանը, մասնավորապես այսօր արդեն որդեգրել են այսպես կոչված net zero բանը, քաղաքականությունը իրենք ասում են, որ մենք պետք է հասնենք ինչ որ մի պահի 2050 թվական, 2060 թվական տարբեր ժամանակաշրջաններում շրջակա միջավայրին 0 վնաս հասցնելու քաղաքականությանը։ Պատկերացրեք, դա իրենք ասում են ոչ թե այսօրվա իրենց էներգիայի սպառման ծավալների համեմատ, պարագայում, այլ կանխատեսելով բազմակի անգամ էներգիայի պահանջարկի աճը։ Մենք դեռ այսօրվա մեր սպառման նկատմամբ 15% կարևայինի արտադրությամբ ենք հրճվում։ Ես կարծում եմ դա շատ սխալ մոտեցում է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ պայծառ ապագա, եթե մենք ուզում ենք մեր թոռները, մեր երեխաները լավ եւ մրցունակ երկրում ապրեն, մենք այդ ինչ ասեմ, նշաձողերը պետք է բարձրացնենք աշխարհին համահունչ։ Դուք մասնագիտությամբ տնտեսագետ եմ։ Եվ ոլորտի բիզնես հիմնելու համար բնականաբար շատ խորքային գիտելիքներ էին պետք, ինչպես եք այդ անցումն էլ կարողացել ապահովել։ Բիզնեսը անկյունից ենք նայել, թե մասնագիտացել եք, հմտացել եք հենց ֆիզիկական երևույթների էներգետիկայի ոլորտում։ Գիտեք, ես հարցին մի քիչ երևի տարօրինակ ձևով կպատասխանեմ։ Երբ ձեր երեխան մեծանում է, դառնում է 14-15 տարեկան եւ դուք ձեր երեխային հարցնում եք, բալես դե կամ հումանիտար ընտրի կամ ճշգրիտ գիտություններ, այդ ամենավատ բանն է, որ մենք անում ենք մեր երեխաների համար։ Բարեբախտաբար իմ ծնողները չեն ասել այդ հարցը ինձ։ Եվ ես ստացել եմ հնարավորություն եւ հայրս էներգետիկ է, ես ուզած այդ բանում խորացել եմ, բայց նաեւ տնտեսագետ լինելով ստացել եմ որոշակի բազիսային գիտելիքներ ֆիզիկայի, էներգետիկայի դաշտում։ Շատ կարևոր է, որ ներկա ժամանակակից աշխարհում դուք ինչ որ իմաստով ունիվերսալ լինես եւ ոչ թե մոնո գիտելիքների տիրապետող։ Որտեւ աշխարհը պահանջում է այդ ունիվերսալ մտածողությունը, ժամանակակիցը մանավանդ, որտեւ այն ամենը, ինչ որ դու կարող ես սովորել եւ որպես փեշակ ունենալ, շատ արագ արհեստական բանականության կամ այլ ավտոմատացման բանով գործիքներով սպառելու է։ Եվ դու ստիպված կանգնելու ես կամ վերապրոֆիլավորման կամ գործազուրկի հեռանկարի առաջ։ Իմ բախտը բերել է, ես այդ ճանապարհով անցել եմ, այդպես եմ անցել։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Շաքյան, բավական բովանդակալից հարցազրույցի համար։ Եթերում սպասված հանդիպումներ, իսկ իմ հյուրը վերականգնող էներգետիկայի ոլորտի փորձագետ Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շաքյանն էր։ Կհանդիպենք։